Դուք աշխատում եք հոգնածնելու վրա, որ ասենք, արհամարեք, բերեք հերթական վարկերը։ Այս կարգի անպատասխանատվություն սեփական երկրի նկատմամբ, այս կարգի անպատասխանատվություն եկող սերունդի նկատմամբ անբացատրելի է, չի կարելի։ Քվեարկել եք, լավ եք արել, երկու հանձնաժողով էլ քվեարկել է, բա մեկը չհարցրիք, այդ մեր պարտքը արդեն դարձավ 2 վարկն էլ, որ հիմա կգա, 5 միլիարդ 450 միլիոն դոլար։ 5.5 միլիարդ դոլար մեր պարտքն է։ Անցյալ տարվա հունվարի նկատմամբ ուղիղ 1 միլիարդ դոլար ավելացել է։ 1 միլիարդ դոլար մեր երկիրը պարտք է վերցրել շատ սիրուն ծրագրեր իրականացնելու համար։ Տրանսպորտ, էլեկտրականություն, գյուղական ծրագրեր, ջրի ծրագրեր, բոլոր ծրագրերը լավն են։ Ես հիմա կարող եմ վերցնել իմ նախորդ ելույթները, ես առնվազն 5 անգամ վարկերի համար ելույթ եմ ունեցել, կարդամ նույնը։ Նույն իմ ելույթները կարող եմ կրկնել, բայց տարբերությունը գիտեք որն է, որ 6 տարի առաջ մեր երկրի պարտքը կազմում էր 1.5 միլիարդ, 7 տարի առաջ, հիմա կազմում է 5.5 միլիարդ դոլար։ Այսինքն ձեր իշխանության, ձեր քվեարկության արդյունքում 4 միլիարդ դոլար 7 տարվա ընթացքում Հայաստանը պարտք է վերցրել։ Ով է ասում, որ լավ ծրագիր չի, ով է դրա մասին բան ասում։ Դուք շեշտը դրել եք, որ ճանապարհները, կամուրջները, միջպետական շատ լավ եք ասում, հասկացա։ Բայց ով է այդ պարտքը փակելու։ Ինչքան կարելի է ասել։ Հա, այս ծախս ենք անում, անգամ արդյունավետ, ասենք թե արդյունավետ։ Հետո, բայց մուծման տերը ով է։ 3.5 անգամ ավելացել է մեր արտաքին պարտքը։ Սա մեր տնտեսության համար ցուցանիշ է, թե չէ։ Ասեք խնդրեմ, հարգարժան կողմ քվեարկողներ, ասեք խնդրեմ, ո՞րն է Հայաստանի ռազմավարական այն դրույթները, որով Հայաստանը փող է ստանալու, գումար է ներդնելու եւ փակելու է սրանք մի բան էլ օգուտ է ստանալու։ Ուզում եք հերթով ասեմ Վրաստանի պրիորիտետները, Ադրբեջանի պրիորիտետները, Պարսկաստանի, Իրանի պրիորիտետները, Թուրքիայինը, ասեմ թե իրենք ինչ դրույթ են դնում, որ ապագայում փող ստանան, լուրջ փողեր, լուրջ ներդրումներ, որպեսզի այն պարտքեր, որ վերցրել են, արդարացվի։ 100 անգամ ասել ենք, պարտ վերցնելը վատ բան չէ։ Պարտք յուրաքանչյուրն է վերցնում, բայց վերցնում է այն մարդ, ով գիտի, որ պարտքը վաղը չէ մյուս օրը մուծելու է։ Չունեք այդ միջոցը։ Չունեք այդ միջոցը, ինչի եք պարտ վերցնում, չեք փակելու։ Ուրիշի համար ինչի եք պարտ վերցնում։ Եվ չի կարելի այսպես։ Որ երրորդ անգամ հարց տվել եմ, պատասխանեք խնդրում եմ, որն է ռազմավարական այն ծրագիրը, այն մեծ բիզնես պրոյեկտը, հարգելի քաղաքական պաշտոնյաներ, ոչ ֆինանսական, ստե ոչ մի թվաբանության, ռուբլու, կոպեկի խնդիր չկա, քաղաքականության խնդիր է։ Ասեք այն ծրագիրը, որի արդյունքում Հայաստան ներդրումներ է լինելու։ Մի տարվա մեջ 10 անգամ ներդրումը պակասել է։ Սա քաղաքականությունն է, թե չէ, այն երկրում, որտեղ ներդրումը պակասում է, դու չես վարկ վերցնում։ Այս տարվա 121 միլիոն դոլար ընդամենը մեր ներդրումների տվյալը։ Վրաստանի չեք ուզում որ համեմատեմ, 2 անգամ Ադրբեջան Վրաստանին ավելացել է, 2 անգամ անցյալ տարվա նկատմամբ։ Մերը տասնապատիկ անգամներով ներդրումները հետաքրքրությունը, մոտիվացիան պակասում է, սա ձեր վարած տնտեսական քաղաքականությունն է, ինչքան ասենք, մեղք ենք, մենք էլ ենք մեղք։ Չի կարելի sense երկիր ղեկավարել։ 100 հոգի կանգնեք ասեք, որն այն ծրագիր, որով ես գումարը հետ եք բերում, չունեք այդ ծրագիրը։ Փողը բերում ենք, բերեցինք, այնքան են սիրում գովերքում են, լավ ծրագիր է։ Կներեք, այդ թունելները 100 տարեկան, քան մնացած հետո սարքած թունելները։ Կարիքը չկա այս պայն դրա։ Եվ դուք ախր ներկայացնում եք այսպես լացակումած, հուզիչ, սիրուն տեսաններ, ճանապարհը, բանը, վտանգավորությունը, անվտանգություն։ Այս ձեր հյուսիս հարավի վրա ավելի շատ զոհ է եղել, ավելի շատ ավարիա է եղել, ավելի շատ կորուստ ու վնաս է եղել, քան այդ ճանապարհ չսարքեիք։ Այո, որտեղ այդ ճանապարհները չունեն, կներեք ռուսերեն տերմիններ պետք է օգտագործեն, որտեղ հայերենը գրպանիկներ չունեն։ Ոչինչ չունեն, ճիշտ է։ Եվ եթե մարդը վատ է ազգում, կամ մարդը ուզում է անմիջապես կանգնի կամ ինչ որ մի բան ալին, քաշելու տեղ չկա։ Չկա ոչ մի բան, հասկանում եք, այս ճանապարհները, որ տարիներ շարունակ մենք գնում ենք 20-30 կիլոմետր ժամ արագությամբ, անվտանգության առումով շատ վտանգավոր են։
Եվ հիմա այդ ձեր ասած 167,000 մարդ, որ է սպասարկելու այս ճանապարհը, 2 տարվա ընթացքում, եթե 2 տարվա ընթացքում, կարող է ձգեք մի հատ տրանշ 6 բերեք, տրանշ 8 բերեք, ճանապարհի վրա ծախսել, բենզինա ծախսելու, ժամանակ է ծախսելու, ներվեր է ծախսելու եւ ոչ մի տնտեսական արդյունավետություն չի լինելու։ Ասեք խնդրեմ, ո՞րն է օգուտը։ Իսկ ես գիտեմ ո՞րն է օգուտը։ Ձեզ համար շատ լավ են վարկ բերել, անպատասխանատու գումար, ինչքան կարող ես օգտվի։ Շնորհակալություն։